Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ մայրաքաղաքի Արզումանյան փողոցի 22-ամյա բնակիչն ապօրինի ձեռքբերում եւ իրացնում է թմրանյութ։ Տեղեկությունը հաստատվեց եւ օգոստոսի 1-ին ժամը 17:35-ին Երևանի Խաղաղդոնի փողոցում երիտասարդը ձերբակալվեց։ Նույն հասցեում կայանված նրա ավտոմեքենան վերցվեց հսկողության տակ, իսկ նա տեղափոխվեց համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին։ Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով 1 փաթեթ, նաև գաղտնի փականով դանակ։ Երիտասարդը հայտնեց, որ մարիխուանայով փաթեթը պետք է տեղադրել այգու տարածքում։ Նա հավելեց, որ այդ օրն արդեն թմրամիջոցի փաթեթներ է տեղադրել մայրաքաղաքի տարբեր հատվածներում եւ իրեն պատկանող Տեսլա Մակնիշի մեքենայում էլ մնացել են նույն պարունակության փաթեթներ։ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողության ընթացքում Էրեբունի վարչական շրջանի տարբեր տարածքներում հայտնաբերվեց արդեն տեղադրված 16 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմեց 12 գրամ։ Օգոստոսի 2-ին դատարանի որոշման հիման վրա խուզարկություն կատարվեց Տեսլա Մակնիշի մեքենայում։ Հայտնաբերվեց ավելի քան 50 գրամ ընդհանուր քաշով եւս 55 փաթեթ, նաև էլեկտրոնային կշեռք, մկրատ, կպչուն ժապավեն եւ փայլատիթեղի գլանափաթեթ։ Նախաքննությունը շարունակվում է։